Մայրենի 4-րդ դասարան դաս 29 Անահիտ Պարսամյան Հրաշք վրձինը Նոր տարվա գիշերը Բակուրը շատ նվերներ էր ստացել, դրանց թվում մատիտներ ու վրձին, նկարիչ հորեղբորից։ Առավոտյան նա սկսեց մեկիկ դասավորել նվերները, գրքերը, մատիտներն ու վրձինը, ավտոմեքենան ու ձիուկը, ինքնաթիռը, կոնֆետները։ Երբ ամեն ինչ դասավորել էր, ձեռքն առավ տետրն ու վրձինը, պատկերացրեց մի թմբլիկ ճնճղուկ ծառի ճյուղին և մտածեց. նկարեմ ճնճղուկին, ու սկսեց։ Նկարեց, թե չէ ճնճղուկն իսկույն կենդանացավ, ծիվ, պտույտներ գործեց սենյակում և բաց օդանցքից դուրս թռավ։ Այ քեզ բան։ Բակուրը սկսեց ուշադիր զննել վրձինը, ուրեմն կախարդական է։ Այս ամենը տեսնում էր զարդարված տոնածառի տակ կանգնած ձմեռ պապը և քթի տակ ժպտում։ Իհարկե վրձինը հոր եղբայրն էր նվիրել։ Իսկ ձմեռ պապն էլ որոշել էր վրձնին կախարդական հատկություն պարգևել, կենդանացնելու, իրականացնելու այն, ինչին նա կդիպչի։ Բայց ինչպես ամեն ինչ, վրձնի կախարդանքն էլ իր սահմանն ուներ։ Նա կախարդական էր միայն նոր տարվա առաջին օրը։ Երբ զարմացած Բակուրի կշուռումուռ էր տալիս վրձինը, ձմեռ պապը նրան ասաց այդ մասին։ Այդպես մտածեց Բակուրը, ուրեմն պետք է շտապել։ Նա արագ բակ դուրս եկավ, պապիկի տնկած խաղողի տունկը դեռ աշնանը սկսել էր չորանալ։ Բակուրը վրձինը մի քանի անգամ տարավ ու բերեց բնի վրայով։ Իհարկե, քանի որ ձմեռ էր, տունկը չկանաչեց, բայց գարնանն անպայման կկանաչի։ Մոտակայքում թափառում էր չգիտես որտեղից հայտնված անտուն մի շնիկ։ Տերերը մոռացել են նրան, որոշեց Բակուրն ու ցանկապատի տակ ձյան վրա նրա համար փոքրիկ ու հարմար մի բույն նկարեց։ Նկարեց, թե չէ բույնն իսկույն դարձավ իսկական։ Հետո Բակուրը տուն վազեց։ Ամանեղենի պահարանում փնտրեց, գտավ ունկը կոտրված գեղեցիկ կարմիր գավաթը, որ ամրանից պահում էր, որպեսզի հատուկ սոսնձով կպցնի։ Վրձինն իր գործն այստեղ էլ արեց։ Բաժակը տեղնուտեղը կպավ, ամրացավ, ասես պոկված չէր էլ եղել։ Մութն ընկնում էր արդեն, օրն ավարտվելու վրա էր։ Վրձնի կախարդանքն էլ հետը։ Եվ տղան շտապում էր, նա ուզում էր, շատ էր ուզում նավակ նկարել, իր ուզածի պես, որպեսզի նավակը դառնար իրական։ Արդեն սկսել էր, երբ հիշեց հարևան բակում ապրող Խաչիկ պապին։ Խաչիկ պապը կույր էր։ Մթնում էր, երբ Բակուրը տնից դուրս եկավ։ Այդ ուր հարցրեց մայրիկը։ Հիմա կգամ, գոչեց Բակուրն ու վազեց։ Հետո կարող էր ուշ լինել։ Երբ նա շնչակտուր ներս ընկավ Խաչիկ պապենց տուն, տնեցիները նստած հեռուստացույց էին նայում, իսկ Խաչիկ պապը լուռ ընկղմված էր բազկաթոռում։ Համրիչի հատիկներն էր շարժում։ Բակուրիկը մոտեցավ և վրձինը քսեց նրա աչքերին։ Խաչիկ պապի աչքերը առողջացան։ Նա սկսեց տեսնել, ինչ ուրախություն էր։ Օրը վերջանում էր արդեն, վրձինը շուտով դառնալու էր սովորական, բայց Բակուրիկը շատ գոհ էր և ուրախ։ Ուղղագրական բառերն են ավտոմեքենա, վրձին, ձմեռ պապ, նոր տարի, բազկաթոռ, առողջանալ։ Հանելուկ, փայտե մարմին, մազոտ գլուխ, վրձին։ Ասացվածք, դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի։ Բառերի գանձատուփ։ Արտագրիր սովորական, կախարդական, ձիուկ, ամանեղեն, շնիկ, նավակ, պահարան, կախարդանք, տնեցի, ուրախություն բառերը և ընդգծիր ածանցները։ Առավոտյան, յան, կախարդական, ական, ձիուկ, ուկ, ամանեղեն, էղեն, շնիկ, իկ, նավակ, ակ, պահարան, արան, կախարդանք, անգ, տնեցի, էցի, ուրախություն, ություն։ Գրածդ բառերից, որոնք փոքրացուցիչ նշանակություն ունեն։ Ձիուկ և շնիկ բառերը, որ բառերից են առաջացել տրված նախադասություններում գործածված բնի ձևերը։ Բացատրիր այդ բառերը։ Բակուրը վրձինը մի քանի անգամ տարավ ու բերեց ծառի բնի վրայով։ Ճնճղուկի բնի մեջ 3 ճուտիկ էին ուրախ ծլվլում։
Առաջին դեպքում խոսքը ծառի բնի մասին է, իսկ երկրորդ դեպքում բույնի մասին է, որտեղ ապրում են ճնճղուկները։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Հրաշքների հավատում ես։ Թվարկիր կախարդական վրձնի հրաշքները։ Նկարագրիր Բակուրիկին։ Թվարկիր կախարդական վրձնի հրաշքները։ Դա դասից կարող եք ինքնուրույն գտնել, հերթով թվարկեք, թե Բակուրիկը վրձինով ինչ էր արեց։ Նկարագրիր Բակուրիկին։ Բակուրիկը փոքր էր, բայց խելացի։ Նա ավելի շատ մտածեց ոչ թե իր զվարճանքների համար, ոչ թե այն բանի մասին, որ ցանկանում էր ունենալ նավակ, այլ հարևան պապիկին տեսողություն պարգևելու մասին մտածեց։ Տղան որ հրաշքից ավելի շատ ուրախացավ։ Ավելի շատ ուրախացավ պապիկին տեսողություն շնորհելու հրաշքից։ Բակուրիկը որ գործը կիսատ թողեց։ Կիսատ թողեց նավակ նկարելու գործը։ Դու ինչ կանեիր, եթե կախարդական վրձին ունենայիր։ Պատմությունների զամբյուղ։ Ամանորյա հրաշք վերնագրով շարադրություն գրիր։ Հիսուսի հրաշքներից մեկը պատմիր։ Լեզվաբանի դասը։ Ընկերոջդ մասին ինչ կուզես իմանալ, հարցրու, թող նա պատասխանի։ Պատմողական և հարցական նախադասություններ։ Այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում, կոչվում է պատմողական նախադասություն։ Օրինակ, այսօր արևոտ եղանակ է, վաղվանից ամեն առավոտ մարզանք եմ անելու։ Այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին, հարցական նախադասություն է։ Կոչվում է հարցական։ Օրինակ, այսօր արևոտ եղանակ է, տարին քանի օր ունի, ով է ստեղծել հայերենի այբուբենը։ Հարցական նախադասության մեջ հարցում արտահայտող բառը միշտ արտասանում ենք հարցական հնչերանգով, իսկ գրելիս այդ բառի վերջին ձայնավորի վրա հարցական նշան ենք դնում։